բաց եւ մասնագիտական քննարկում Յուվենտուսի Հայաստանի ակադեմիայում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ԿԳՄՍ նախարարը, պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը եւ Հայաստանում Յուվենտուսի ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը հետևել են Ավանի մարզաբազայի շինարարությանը, ծանոթացել աշխատանքի ընթացքին։ Անչափ ուրախ եմ եւ շատ տպավորված այն ամենով ինչ տեսա, որովհետև նախորդ անգամից հետո ուղղակի լայնածավալ աշխատանքներ են այստեղ կատարվել։ Բոլորը գիտեն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես աջակցում է այս ծրագրին։ Արդեն իսկ կարող եմ վստահ ասել, որ հաջորդ տարի տեսնելու ենք Յուվենտուսի ակադեմիայի բացումը եւ ոչ միայն այս տարածքում, այլ նաեւ Հրազդան ստադիոնի մոտակայքում, ինչը շատ ուրախալի է եւ այն խոստումները, որ մենք տվել ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իհարկե կիրականացնի եւ ամեն ինչ կանի, որպեսզի այս նախագիծը կյանքի կոչվի։ Մոտ 2 հեկտար մակերեսով տարածքում կառուցվում է 4 խաղադաշտ, 2-ը 20-40, մեկը 40-60, եւս մեկը 105 մետրանոց։ Մեկ արհեստական խոտածածկով փակ դաշտ էլ կլինի մարզաբազայի 4-րդ հարկում, 5-ից 7 տարեկանների ձմեռային մարզման համար։ Երկրորդ հարկում նախատեսված է հյուրանոց կացարան եվրոպացի մարզիչների եւ մարզերի երեխաների համար։ Ունենալու ենք եւ վճարովի եւ անվճար, կրկին անվճարները սելեկցիա կանցնեն իտալացի տեխնիկական տնօրենի կողմից։ Մարզիչների մեծ մասը լինելու են Եվրոպայից, ունենալու ենք տեղացի մարզիչների օգնականների կարգավիճակով թարգմանիչ, քանի որ 5-6 տարեկան երեխաները անգլերենով կբարթանան շփվել եվրոպացի մարզիչների հետ, բայց ամբողջը 20 մարզիչ է Եվրոպայից ժամանելու։ Հատուկ շնորհակալություն կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին եւ ֆուտբոլի ֆեդերացիային մեր այս նախաձեռնությանը անվերապահ աջակցելու եւ օգնելու համար։ Ակադեմիայի սաներն ամեն տարի կմեկնեն Թուրին, Ինսքուատ մարզումների, հասակակիցների հետ մրցելու եւ որակներն առավել զարգացնելու համար։ Յուվեն ունի նաեւ իր ակադեմիաների աշխարհի առաջնություն։ Ամեն տարի յուրաքանչյուր ակադեմիայից 2 թիմ Թուրինում մասնակցում է այդ մրցաշարին։ Հայաստանի ակադեմիայի սաները եւս ներգրաված կլինեն Թուրինյան աշխարհի առաջնությանը։